Հովհաննես Թումանյան, Խելոքն ու հիմարը մաս 2 Հ. Մոզից ծախեցիր։ Ծախեցի։ Ում վրա։ Ավերակի։ Հետո փող տվավ։ Իհարկե տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս պետովը, որ մի քանի հասցրի, ինչ ուներ առաջից փրեց։ Իմ 10 մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես պռված։ Ասում է ու ոսկին հանում ցույց տալի։ Էդ որտեղ է։ Աչքերը 4 է անում խելոք ախպերը։ Ցույց չեմ տալ։ Դու աչքածակ ես, այնքան կհավաքես շալակ սկտաս, որ մեջքս կկոտրի։ Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։ Բեր, ձերին դել ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես։ Տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։ Հիմարը նոր շորերի անունը որ լսում է, ձերինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։ Էս հիմարը ասում է, որ տեսնում է չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։ Պարոն դատավոր, ասում է։ Պարոն դատավոր, ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի։ Հերիք, էս հիմարը որտեղից եկավ, ոնց թե մոզին ավերակի վրա ծախեցի։ Վրեն ծիծաղում է ու դուրս անում։ Գնում է օրիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։ Ու ասում են, մինչև այսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում։ Բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։ Այսքանով ավարտվում է հեքիաթը։